Իրանը գործարքի թե կործանման ճանապարհին, Թրամփը հարվածները կանգնեցրեց, բայց հրթիռները ոչ հեռու։ Սիմիվալիում կրակն այնքան արագ է տարածվում, որ 200 հրշեջ միաժամանակ է կանգնում դրա դեմ։ Էբոլան է դուռը թակում, իսկ Ամերիկան ասում է փակ է, սահմանափակումներ վիրուսի գոտում եղած անձանց համար։ Էբոլայի նոր շտամը բժիշկներին էլ է շփոթեցրել, վիրուսն ասում է ինձ հին մեթոդներով չեք կանխի։ Քաղաքական զոհեր թե քաղաքական ջեքփոթ 1.7 միլիարդանոց հիմնադրամ, եթե ձեզ հայացքների համար ճնշել են։ Մասկը դատարանում փորձեց անջատել OpenAI-ը, բայց վերջում անջատվեց իր հայցը։ Այս եւ այլ լուրերի մանրամասները դիտեք հաջորդիվ։ ԱՄՆ գլխավոր լուրերի ցուցադրման հովանավորն է Վիվալդի Քեթրինգը։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Արություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Սկսում ենք աշխատանքային շաբաթը եւ սկսում ենք շատ կարևոր ու հետաքրքիր լուրերով, բայց ավանդույթի համաձայն կանխավ շնորհակալություն եմ այդտուն բոլոր նրանց, ովքեր որ մեզ մշտապես հետևում են, բաժանորդագրվում են ալիքին, հավանում են, լայքում են նյութերը։ Սկսենք օրվա լրահոսը ու առաջինը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ նախատեսված ամերիկյան ռազմական հարվածները հետաձգվել են Մերձավոր Արևելքի առաջնորդների անմիջական միջամտությունից հետո։ Թրամփի խոսքով իրեն դիմել են Քաթարի էմիրը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել նախատեսված հարձակումը, քանի որ արդեն մեկնարկել են լուրջ բանակցությունները։ Նրա խոսքով տարածաշրջանի առաջնորդները վստահեցրել են, որ հնարավոր է հասնել այնպիսի համաձայնության, որը ընդունելի կլինի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Թրամփը կրկին ընդգծել է գլխավոր պայմանը՝ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Նա հայտարարել է, որ հարգելով տարածաշրջանային դաշնակիցների դիրքորոշումը, հրահանգել է պաշտպանության նախարար կամ պատերազմի նախարար Փիթ Հեքսեդին, զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Դեն Քեյնին եւ ամերիկյան բանակին չիրականացնել վաղը նախատեսված հարձակումը։ Սակայն միաժամանակ Թրամփը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը ստացել են մեկ այլ հրահանգ եւս՝ մնալ լիարժեք մարտական պատրաստակամության մեջ եւ ցանկացած պահի պատրաստ լինել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության, եթե բանակցությունները ձախողվեն։ Հատկանշական է, որ մինչև այս պահը Թրամփը հրապարակավ չէր հայտարարել նման հարվածի կոնկրետ ծրագրի մասին, սակայն վերջին օրերին նա բազմիցս կոշտ նախազգուշացումներ էր հնչեցրել Թեհրանի հասցեին, ընդգծել է, որ Իրանի համար ժամացույցը շարունակում է աշխատել եւ ժամանակը սպառվում է։ Կալիֆոռնիայի Սիմիվալի քաղաքում իրավիճակը շարունակում է սրվել, արագ տարածվող Սանդի Ֆայր հրդեհն արդեն հասել է ավելի քան 800 ակրի եւ շարունակում է մնալ ամբողջովին անվերահսկելի։ Հրդեհը ոչնչացրել է առնվազն մեկ տուն եւ սպառնում է հարյուրավոր այլ բնակելի շինությունների։ Իշխանությունները ստիպված են եղել պարտադիր տարհանումներ հայտարարել քաղաքի մի քանի հատվածներում, իսկ զգուշացումները տարածվել են նաեւ հարակից շրջաններում։ Դեպքի վայրում այժմ աշխատում են ավելի քան 500 հրշեջ Վենտուրայի եւ Լոս Անջելես շրջաններից։ Հրշեջներին առայժմ հաջողվում է միայն կրակի հիմնական ուղղությունը շեղել բնակելի թաղամասերից դեպի չբնակեցված տարածքներ, սակայն վտանգը դեռևս պահպանվում է։ Սան Դիեգոյում ողբերգական հրաձգություն է տեղի ունեցել իսլամական կենտրոնի տարածքում, ոստիկանության տվյալներով 2 դեռահաս զինված ներխուժել են կենտրոն ու կրակ բացել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Դրանից հետո կասկածյալները դեպքի վայրից մի քանի թաղամաս հեռու ինքնասպան են եղել։ Իրավապահները դեպքը քննում են որպես հնարավոր ատելության հողի վրա իրականացված հանցագործություն։ Սան Դիեգոյի ոստիկանապետը հայտարարել է, որ առաջիկա օրերին հայտնի կդառնան նաև նոր մանրամասներ այն հանգամանքների մասին, որոնք նախորդել են հարձակմանը։ Զոհվածների թվում եղել է նաև մզկիթի անվտանգության աշխատակիցը, որը ըստ ոստիկանության առանցքային դեր է խաղացել կանխելով ավելի մեծ ողբերգությունը։ Հարձակման թիրախ դարձած իսլամական կենտրոնը Սան Դիեգոյի շրջանի ամենախոշոր մզկիթներից մեկն է եւ ներառում է նաև կրթական հաստատություն, որտեղ երեխաները սովորում են արաբերեն, իսլամական ուսումնասիրություններ են անում, Ղուրան։ Կենտրոնի իմամը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը, հայտարարելով, որ որևէ աղոթատեղի երբեք չպետք է դառնա թիրախ։ Տեղի ունեցածը դատապարտել է նաև նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի վարչակազմը հայտարարել է նոր սահմանափակումների մասին կապված Աֆրիկայում տարածվող էբոլա վիրուսի բռնկման հետ։ Իշխանությունները փորձում են կանխել վիրուսի հնարավոր ներթափանցումը երկիր եւ արդեն ուժեղացնում են մուտքային վերահսկողությունը։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը CDC-ն հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր Միացյալ Նահանգների անձնագիր չունեն եւ վերջին շաբաթների ընթացքում եղել են Կոնգոյում, Ուգանդայում կամ Հարավային Սուդանում, ժամանակավորապես չեն կարողանա մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Միաժամանակ ուժեղացվելու են առողջապահական ստուգումները այն ուղևորների համար, որոնք ժամանում են բռնկման գոտիներից։ Նոր սահմանափակումներն ուժի մեջ են մտնում անմիջապես եւ նախատեսված են առնվազն 1 ամսվա համար։ Սակայն կային բացառություններ նաեւ, սահմանափակումները չեն տարածվում ԱՄՆ քաղաքացիների, գրին քարտ ունեցողների եւ ամերիկյան զինծառայողների վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով էբոլայի վերջին բռնկման հետևանքով առնվազն 80 մարդ է մահացել։ Իրավիճակը շարունակում է արագ զարգանալ եւ իշխանությունները զգուշացնում են, անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել լրացուցիչ սահմանափակումներ։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա վիրուսի նոր բռնկումը լուրջ անհանգստություն է առաջացրել մասնագետների շրջանում։ Փորձագետները մտահոգված են հիվանդության ուշ հայտնաբերմամբ եւ դրա արագ տարածմամբ։ Էբոլան ծանր եւ մահացու վիրուսային հիվանդություն է, որը կարող է առաջացնել բարձր ջերմություն, մարմնի ցավեր, փսխում եւ փորլուծություն։ Հիվանդությունը փոխանցվում է վարակված մարդկանց մարմնական հեղուկների կամ վարակված առարկաների հետ անմիջական շփման միջոցով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով էբոլայի միջին մահացությունը մոտ 50% է, սակայն նախորդ բռնկումների ժամանակ այն տատանվել է 25-ից մինչև 90%-ի սահմաններում։ Սա Կոնգոյի համար էբոլայի արդեն 17-րդ բռնկումն է այն բանից հետո, երբ հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվեց 1976 թվականին։ Նախորդ բռնկումները գրեթե բոլոր դեպքերում տարածված էին Զայիր տեսակով, սակայն այս անգամ իրավիճակը այլ է։ Խոսքը Բունդիբուգյո շտամի մասին է, ինչը մասնագետների խոսքով ուշացրել է հիվանդության հայտնաբերումը։ Վիրուսի այս տարբերակի համար ներկայումս չկա հաստատված հատուկ բուժում կամ պատվաստանյութ։ Երեք առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բռնկումը հայտարարեց միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ։ Պատճառը մտավախությունն է, որ հիվանդությունը կարող է արագ տարածվել Կոնգոյի սահմաններից դուրս։ Նախագահ Դոնալդ Թրամփը էբոլայի նոր բռնկման վերաբերյալ հայտարարել է, որ իրավիճակը մտահոգիչ է, սակայն ընդգծել է, որ այս պահին հիվանդությունը հիմնականում սահմանափակված է Աֆրիկայի տարածքով։ Լրագրողների հարցին, թե արդյոք ամերիկացիները պետք է անհանգստանան, Թրամփը հարցը փոխանցել է առողջապահական թիմին, հավելելով, որ իշխանությունները շատ լուրջ են վերաբերվում իրավիճակին։ Սպիտակ տան առողջապահական պաշտոնյա դոկտոր Հայդի Օվերթոնը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունն արդեն ամբողջական միջգերատեսչական արձագանքման համակարգ է գործարկել։ Նրա խոսքով գործընթացին ներգրաված են պետքարտուղարությունը, CDC-ն, պաշտպանության կառույցները եւ մի շարք այլ գերատեսչություններ։ Օվերթոնը նաեւ հաստատել է, որ մեկ ամերիկացի արդեն էբոլայի ախտանիշներ է ցուցաբերել եւ դրական թեստ է ունեցել, ու նրա խոսքով այդ ամերիկացին, ինչպես նաեւ բարձր ռիսկային շփում ունեցած եւս 6 անձ տեղափոխվելու են Գերմանիա բուժման եւ հսկողության նպատակով։ Նա բացատրել է, որ Գերմանիան ընտրվել է բուժման վայր, քանի որ այնտեղ գործում են վիրուսային ծանր հիվանդությունների բուժման միջազգային ճանաչում ունեցող կենտրոններ, եւ թռիչքի ժամանակը նույնպես ավելի կարճ է։ Պաշտոնյաները շեշտել են, որ այս պահին ԱՄՆ տարածքում էբոլայի հաստատված դեպքեր չկան։ Դոկտոր Ռոբերտոնի խոսքով իշխանությունների նպատակը հիմա մեկն է՝ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրավիճակը չհասնի Միացյալ Նահանգներ։ Թրամփի վարչակազմը հայտարարել է մոտ 1.7 միլիարդ դոլարի նոր հիմնադրամ ստեղծելու մասին, որը նախատեսված է փոխհատուցելու այն մարդկանց, ովքեր կարծում են, որ նախկին վարչակազմի օրոք քաղաքական նպատակներով հետապնդման կամ անարդար վերաբերմունքի են ենթարկվել։ Ըստ պաշտոնյաների կամ ավելի ճակերտները բացած, հիմնադրամը ստեղծվել է որպեսզի այն մարդիկ, ովքեր իրենց քաղաքական հետապնդումների զոհ են համարում, հնարավորություն ունեն դիմել եւ փոխհատուցում ստանալ գումարի տեսքով։ Սակայն դեմոկրատները եւ մի շարք անկախ վերահսկող կառույցներ խիստ քննադատել են այս որոշումը, այն անվանելով վտանգավոր նախադեպ։ Ներկայացուցիչների պալատի տասնյակ դեմոկրատներ արդեն դիմել են դատարան, փորձելով կասեցնել գործընթացը։ Նրանց կարծիքով այս քայլը կարող է հարկատուների գումարները վերածել քաղաքական աջակիցներին պարգևատրելու մեխանիզմի։ Քննադատներից ոմանք նույնիսկ հայտարարում են, որ սա ամերիկյան քաղաքական պատմության ամենակոռումպացված որոշումներից մեկն է։ Նրանք մտահոգված են, որ փոխհատուցման դիմելու չափանիշները չափազանց լայն են եւ կարող են ճանապարհ բացել քաղաքական դրդապատճառներով բազմաթիվ վիճահարույց պահանջների համար։ Արդարադատության նախարարությունը սակայն պնդում է, որ որևէ կուսակցական նախապայման չի լինելու եւ յուրաքանչյուր մարդ, ով համոզված է, որ անարդար հետապնդման զոհ է դարձել, կարող է դիմել ու հիմնադրամի աշխատանքը վերահսկվելու է հատուկ հանձնաժողովի կողմից։
Նախագահ Դոնալդ Թրամփի քննադատներից մեկը հանրապետական սենատոր Բիլ Քեսիդին պարտություն է կրել Լուիզիանայի նախնական ընտրություններում ավարտելով իր վերարտադրման փորձը։ Քեսիդին երկար ժամանակ համարվում էր այն հանրապետականներից մեկը, որը բացահայտ հակասություններ ուներ նախագահ Թրամփի հետ, եւ հենց այդ հակամարտությունն է նորից հայտնվել ուշադրության կենտրոնում։ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում անմիջապես արձագանքել է Քեսիդիի պարտությանը բավական կոշտ գրառմամբ։ Նա հայտարարել է, որ Քեսիդիի անհավատարմությունը այն մարդուն, ով նրան ընտրելի դարձրեց, այժմ արդեն լեգենդի մի մաս է դարձել, ու հավելել է, որ հաճելի է տեսնել, թե ինչպես է նրա քաղաքական կարիերան ավարտվում։ Բիլ Քեսիդին եւ Թրամփը լարվածություն են ունեցել դեռևս 2021 թվականից, երբ Քեսիդին դարձավ այն 7 հանրապետականներից մեկը, որոնք աջակցեցին Թրամփի իմպիչմենտին Կապիտոլիումի հունվարի 6-ի հայտնի անկարգություններից հետո։ Այն ժամանակ նա նաև կոշտ քննադատեց Թրամփի պաշտպանական թիմի աշխատանքը, ակնարկելով, որ նրանց ներկայացրած փաստարկներն իրենց դեմ էին խոսում։ Ավելի ուշ Քեսիդին կոչ արեց Թրամփին դուրս գալ 2024 թվականի նախագահական մրցապայքարից գաղտնի փաստաթղթերի գործով մեղադրանքներից հետո։ Նա նույնիսկ հրաժարվեց աջակցել Թրամփին այն բանից հետո, երբ վերջինս դարձավ հանրապետական կուսակցության միակ թեկնածուն։ Այդահում Mountain Home ռազմաօդային բազայում անցկացված Gunfighter Skies ավիաշոուի ընթացքում երկու ամերիկյան ռազմածովային ուժերի EA-18G Growler ինքնաթիռները օդում բախվել են, որից հետո հականատեսների նկարահանած տեսանյութերից երևում է, թե ինչպես են օդանավարը բառացիորեն սեղմված մնում ու կորցնում կառավարումը եւ գահավիժում ներքև։ Մի քանի վայրկյան անց բոլոր անձնակազմի 4 անդամները հաջորդաբար կատապուլտով դուրս են նետվում, բացում օդապարիկները ու անվտանգ վայրեր կատարում։ Պաշտոնական տվյալներով անձնակազմից միայն մեկ անդամ է վնասված ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պաշտոնյաները դեռևս չեն հրապարակել վթարի պատճառները։ Քննությունը շարունակվում է, իսկ մասնագետները փորձում են վերականգնել վթարված ինքնաթիռների բեկորները։ Նորից գան Կալիֆոռնիա, այստեղ դատանում ատենակալները միաձայն մերժել են Իլոն Մասկի հայցը ընդդեմ OpenAI-ի եւ Սեմ Էլտմանի մեծ իրավական հաղթանակ ապահովելով նաեւ արհեստական բանականության ընկերության համար։ Դատանի որոշման համաձայն Մասկը բաց է թողել հայց ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը։ 9 անդամից կազմված երդվյալ ատենակալները եզրակացրել են, որ նա ուշ է դիմել դատարանից, դատավորն ընդունել է այդ որոշումը ու մերժել ներկայացված պահանջները։ Դատավարությունից հետո OpenAI-ի փաստաբանները հայտարարել են, որ այս հայցը մրցակցին վնասելու փորձ էր ընդամենը։ Գործը դարձել էր բարձր մակարդակի բախում, մի կողմում Իլոն Մասկն էր, մյուս կողմում Սեմ Էլտմանը։ Օքլենդի դատանում դատավարությունը շարունակվում էր 3 շաբաթ, որտեղ ցուցմունքներ են տվել ինչպես երկու գործարարներ, այնպես էլ ընկերությունների ղեկավարներ ու իրավաբաններ։ Մասկը դատարանից պահանջում էր մոտ 150 միլիարդ դոլարի փոխհատուցում եւ ցանկանում էր, որ Էլտմանը հեռացվի ղեկավար պաշտոնից։ Եթե նա հաղթեր, որոշումը կարող էր փոխել OpenAI-ի կառուցվածքը եւ նաեւ խոչընդոտել ընկերության սպասվող հրապարակային ֆինանսական ծրագրերին։ Հայցը վերաբերում էր Մասկի վաղեմի մեղադրանքին, ըստ որի OpenAI-ը շեղվել է իր սկզբնական առաքելությունից։ Մասկը պնդում էր, որ ընկերությունը ստեղծվել էր որպես ոչ առևտրային նախաձեռնություն, սակայն հետագայում վերածվել է հսկայական եկամուտներ ստեղծող բիզնեսի։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աջակցությամբ անցկացված կրոնական մեծ միջոցառումը հազարավոր մարդկանց էր հավաքել Վաշինգտոնում, կրկին ուշադրության կենտրոնում բերելով պահպանողական քրիստոնեական առաջնորդների եւ նախագահի միջև սերտ կապերը։ Քննադատները նշում էին, որ միջոցառումը լիովին չէր արտացոլում Ամերիկայի կրոնական բազմազանությունը, սակայն Rededicate 250 ազգային հոբելյանական աղոթքի փառաբանության եւ շնորհակալության օր խորագրով 9 ժամ տևած ծրագիրը միավորել էր հոգեվոր երաժշտությունը, աղոթքները եւ նաեւ քաղաքական ուղերձները։ Միջոցառումը կազմակերպվել էր Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի շրջանակում։ Թեև Դոնալդ Թրամփը անձամբ ներկա չէր միջոցառմանը, ցուցադրվել է ավելի վաղ ձայնագրված նրա ուղերձը, որտեղ նա մեջբերումներ էր անում Աստվածաշնչից։ Բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղերձներում շեշտվում էր այն միտքը, որ Միացյալ Նահանգները հիմնված է հրեական քրիստոնեական արժեքների վրա։ Նրանք ընդգծում էին, որ երկրի հոգևոր հիմքերը ձևավորվել են հնագույն հավատքի ազդեցությամբ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը միջոցառման անձամբ էր ներկա եւ հնչեցրել է աղոթք։ Սակայն ծրագրին որևէ նշանավոր դեմոկրատ քաղաքական գործիչ չէր մասնակցում։ Մասնակիցներից շատերը միջոցառումը ներկայացնում էին որպես հավատքի եւ ազգային միասնության պահ։ Ոմանք հայտարարում էին, որ Ամերիկան ստեղծվել է Աստծո եւ աստվածային սկզբունքների վրա։ Այսքանն ենք առանձնացրել օրվա լրահոսից, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։